ամուսնանալուց հետո մեր Ղարաբաղյան մեր ավանդույթները ուրիշ են, էլի այդ աղջիկը պիտի ծնողներին մամա պապա ասելի, որ եկալա մորտում պիտի մամա պապա ասե։ Իմ մորս դե իսկույն մամա եղասել, դե պապ չկա, պապը չեք տեսել փառքաստու չկա։ Հիմա եկալա ժամանակ ասма դե պա դու իմ հորս պիտի ասեմ քո հարը դեսա 7 տարի այս դասավանդում ա, քո մաման ինձ դասավանդալա, ես ինքեր Գրիգորյանը մասալ, ինքեր Հարյանը մասալ, ես չեմ կարալի, ես պապ բառը իմ շորթերս չի ենթարկվելի, ես չեմ ասել, որովհետև այդ բառը ես օգտագործած չկամ, թող ինձ կների, ես ինքեր Հարյանն էլ մնալու, մինչև կյանքը վերջել միշտ Իվանել օժներ նստած զրուցում էին, խոսում էին։ Լավ փեսա եղաք, գոհ էին, ձեզանից գոհ գնացին այս աշխարհից, լավ փեսա եք, ճիշտ ասեք։ Ես ինձ կարգավորալա 6 երեխա ունենի, 4 տղեր, աղջիկեր, ինձ կարգավորալա այդ ընտանիքի մեծ տղան։ Մինչև որ այդ մարդիկ թորնատարն ընդեղ ինչ պրոբլեմ լինում է, ես պիտի գլխանվերևի մեծ աղբերը ես իրոք ես մեծ աղբերը, ես այնքան եմ ուրախացել, որ ինձ նորից քույր է եղել, իրանք ինձ համար աղբեր են եղել, ամեն ինչ է եղել, գիտես, արդեն ես եմ, արդեն մի քիչ թարմացալ, որ ես այն մենակ չեք այս կյանքում։ Ձեր կնոջը շատ եք սիրում, որ չեք փորձել նորից կյանքը դասավորել, համարեիք դավաճանություն, թե Չէ, մոնք այնքանը քլալ կապված, ես չիտեմ, ես սրբության կմհարգալ, սրբության ես միշտ ընդունալ ամեն ինչը, որովհետև ինքը ինձ հետ ինչի եղալ, ինքը ինձ հետ աղբեր է եղալ, ինքը ինձ հետ Նասիրկան բռնալայզն հետ տոնք շինել, տղնք սարքալ, ամեն ինչում ինձ օգնալ է, ես էլ իրանım օգնալ պրիտոմ, ես կնոջ աշխատանք, մեր տանը տղամարդ աշխատանք չի եղել, մեր համընդհանուր է եղել, ամեն ինչին էլ օգնալ է, ինքը ինձ է օգնալ, ես իրանım օգնալ, լավ ընտանիք դեռալ, ամեն ինչ նորմալ է։ Գիտես դժվարությունն նշեցնում ես, արդեն չեմ կարող պատմեմ։ Դուրսում խաղում էի 20-30 երեխա, այնքան շատ երեխաներ կային, այնքան շատ դասարանում էր 43 աշակերտ են, 43 մի դասարանում, իսկ մեր թաղամասը մահագն շատ, ուրեմն խաղում էինք, տարբեր խաղեր են խաղանում, դա կապ չունի, ես խղճուկ եմ կաղնում, վայնա այս գնդակին ես լավ չեմ խոփում, ինձ հրում են կցում էսպենլի, բայց իմ ընկերներից բոլորին աղբերներ ունեն, քույրիկներ ունեն ու հրան ձերք դեպչելու իրավունք չունեն այդ երեխաները, ես միշտ հրում էի, կցում էի, ես ծայրամասային էի խաղում, ասում Մուրադ պապ, հիմա այս ձեր կյանքի, ասենք տրավմա, հիմա դրան տրավմային ասում, տրավմաներից բխող դուք մարդկանց խորհուրդ եք տալիս, որ շատ երեխաներ ունենան։ Երեխան ամենամեծ հարստությունն ալի, ես ով որ հարցնում ասում հարստությունը, ինչ ասեմ, ես բոլորից հարստն եմ ես, աշխարհի ամենահարուստ մարդը ես եմ, ինձ ես 8 թոռ ունեմ, 13 ծոր ունեմ, ամենահարուստ մարդը ես եմ, աշխարհում էլ ինչ հարստություն պիտի, երեխան ինքը հարստություն է, բայց երեխան դաստիարակությունը հարկավեր, ամեն ինչն հարկավեր, ճիշտ ուղի է, պիտի դաստիարակես ամեն ինչ իրան տեղն ընկնի, որպեսզի հետագայում այդ օգտը քաղես էլի, սոր հայկին անա ես խոսում, Տիկին Սոֆյան ասում է, հայկը լավ տղա է, ասում լավնենց լավ տղա ինում չի, լավ տղան ընտանիքի ցակյամ, ընտանիքի դաստիարակությունն է, պիտի մոծեն հարգես, պիտի սպասես, չպիտի քո դիմացինդ քեզանից ցածր հաշվես, միշտ հաշվի վրա, որ քո դիմացինդ քեզանից առավել է, հետո կիմասվես, ովա խելոք, ովա խևելի, չի կարելի, մարդին չպիտի, բոլոր դեպքում պիտի գնահատես, մեսեն պիտի գնահատես, հարգես։ Վանաձորում տուն սարքելու եք։ Վանաձորում արդեն տուն պիտի սարքեմ, պետությունն է սարքել, շնորհակալ եմ, ով օգնալ է, այդ ցիտատն տվալա 2 տղայի համար են տները, ինձ հետ միասին տներ են քարալ, ենք տուն ունենք, մեկը տեղափոխվել է, մեկը կտեղափոխվի, հայկս էլ կառավարությունում նա ինքն էլ իրան հոգս քաշելի, ես հայկի հետ չեմ մտածում, որտեղ հայկը թող ինձ համար մտածի, ոչ թե ես իրան համար մտածում։ Ձեր թորն է, չէ։ Դե լուր մտածեք թորան համար 86 տարեկանում։
Հա, դե ես հայ համար չեմ մտածում, որ դա ինքը արդեն ասպարեզ ընկած, ինքը արդեն պրակտիկա ունի 44 օրյա պատերազմը տղրի քսպիասին մասնակցալն մեծ թորոս արուստամը Երևան Վազգեն Սարգսյան անվան ռազմական ինստիտուտնա պրծած հիմա մայորի կոչումով ին աշխատանքը ընդունված աշխատամա բանակում աշխատամա անունոն է պատասխանատու ամեն ինչին Մուրադ բա դուք ասացիք որ պոտենցիալով տղա էիք ձեր կնոջ ընտանիքը ձեզ ընդունեց բայց ձեր կնոջ սիրտը ոնց գերեցիք Դե կնոջ ես որ ասեմ ծիծաղելու ես էլի ծիծաղալ դառնալու Իդ առավոտն երբ դպրոց եք գնում փոքր ժամանակներ էլի երրորդ դասարանը ու վարարանը փայտի վարարանն էր դրած այդ հավաքարներն այդ վարարան տակացնում այդ ձմեռը գնում եք այդ շրջապատում ով շուտ գալիս է կաղլում էլի այդ տակցարը կաղնում ու դե այն ժամանակները դե շատ չկար էլի ուտելու մոտելու բան չկա բայց ով որ մի քիչ լավ է ապրում իրանց տանը հաց կար հացը վերում էին դնում փեչի վրան տակացնում մինչև զանգը տալը ու երեխաները քլի ամենը դրում դե ինչ չունեի ես տանը չունեի հաց դպրոցում չունեի այդ Դրանք միշտ ինձ բան են անում, հաց էին կտրում, ինձ փայ էին տալիս ընդեղ, լսում ես, այդ աղջիկ կարծես թա միշտ իրանք դե հարուստ չեն լի տանը հաց կար, այդ ժամանակ հարուստ բառը անարմար, ալի վրա։ Հարուստը հաց ուներ։ Ալի վրա հաց պանիր կա, նշանակում է հարուստ են, էլի։ Ու այդ դասարանից, առաջի դասարանից միշտ ինձ իրան փայից փայր դերկացնով ինձ համար ուտում եք ու դի կարծես դի ինքն էլ երազանցք է սովորում թողորանց մաչն էլ երազանցքը ես էի ու այդ երազանցքն հաճախ հետամնաց աշակերտների հետ պարապում եք պատահում որ երկու սովոք մնամ ինք աղջկորանց հետ պարապում ես թողորանց հետ էի պարապում տենց կարծես թա տենց Իրացալա, վերջացալա, վերջում ամեն ինչ լավ է եղել էլի։ Գիտեք ինչն է կարևոր, որ դուք տարիներ անց, տասնամյակներ անց դեռ երախտիկով եք խոսում ձեր կնոջ մասին, ձեր ընտանիքի մասին։ Տիկին Սոֆիան ինձ որպես քույր, որպես աղջիկ, որպես ծնող, որպես ամեն ինչում ես զգում, որովհետև առանց խոսելու կարողանում ենք իր հասկանանք, առանց զրուցելու, ասենք նայում ենք իրար կարողանում ենք հասկանանք, սա դժվար երևույթ է, սա հոգեբանական առումով չես կարա հասկանալ, դրան բառեր չկա ես կով բացատրեմ, և Սոփիայի նման շատերը կան Վանաձորում, Վանաձորը կարծես թա իմ հայենի Ղարաբաղն է, իր բնությամբ, իր ժողովուրդով, իր նստուկացով, չգիտես, կարծես ասում եմ կարոտ ես քաղում, էլի կարոտ, ասում եմ անտառներին վեր նայում եմ, ասում Իմ անտառ սա ես էլ ստեղ ընդեղ եմ կաբոտը սրտանց ամեն ինչա ամեն ինչը լավ է ամեն ինչը լավ կլինի հետագայում երևի մի քանի տարիից հետո ավելի լավ կլինի լավատեսեք ամեն ինչը կարգավորվի դե ինչ որ Ղարաբաղի նմանն է բայց համանդեպս ոդկի կաղնացը ամեն ինչը լավ է